Մեզ հաջողվեց կապ հաստատել Նարդոսի ժառանգների հետ, որոնք մեծ սիրով այցելեցին դպրոց, հանդիպեցին աշակերտների հետ եւ պատասխանեցին նրանց հարցերին։ Հանդիպումը լրացրեց գրողի կենսագրական պատկերը, բացահայտեց ընտանեկան հիշողություններ, որպես ազգային գրական ժառանգության մաս։ Ընտանեկան պատմությունները վկայում են նրա ջերմության, աշխատասիրության եւ բարոյական սկզբունքների մասին։ Դրանք ուղեկցվում էին արխիվային նյութերով, լուսանկարներ, փաստաթղթեր եւ հիշատակություններ, որոնք կարող են ծառայել հետագա հետազոտությունների ու կրթական ծրագրերի համար։ Այս հանդիպումը ցույց տվեց, որ Նարդոսի ժառանգությունը շարունակում է ապրել ոչ միայն ստեղծագործություններում, այլև մշակութային ինքնագիտակցության մեջ, ստեղծելով կապ անցյալի եւ ներկայի միջեւ։ Նարդոսի ստեղծագործությունների ուսման եւ հանրահաճակման նպատակով ստեղծեցինք ավելի քան 17 ինտերակտիվ խաղ Learning App ցուցակում, զարգացնելու աշակերտների ընթերցողական, վերլուծական եւ ստեղծագործական հմտությունները։ Յուրաքանչյուր խաղ կառուցված է ուսումնական բովանդակության վրա եւ ուղեկցվում է QR կոդերով, արագմոտ եւ կիրառություն ապահովելու համար։ Որոշ խաղերի երթանկարները գեներացվել են նարսիական բանականությամբ, խորհրդանշական կերպով արտահայտելով ստեղծագործությունների գաղափարական բովանդակությունը։ Ստեղծած խաղերը դարձրին ուսման գործընթացը ակտիվ, հետաքրքրաշարժ եւ տեխնոլոգիապես զարգացած, թույլ տալով աշակերտներին ներգրավել Նարդոսի ստեղծագործությունների ուսումնասիրության մեջ որպես ակտիվ մասնակիցներ։ Քրակությունների, համայնությունների եւ սեզոնավատությունների թեմայի ուսումնասիրության շրջանակում անցկացրինք սոցիոլոգիական հարցումներ, սոցիալական հարթակների դիտարկում եւ ազգային գրադարանի արխիվային նյութերի ուսումնասիրություն։ Հետազոտության ամփոփման համար հանդիպեցինք Ջրվեժի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հարությունի հետ, վերջնարդյունքում սովորեցինք աշխատել արխիվային, գրադարանային եւ այլ նյութերի հետ, վերլուծել մամուլի բնօրինակներ եւ մենագրություններ, զարգացրինք մեդիավերլուծության հմտություններ եւ քննադատական մտածողություն։ Իսկ եկեղեցու ներկայացուցիչի հետ զրույցը թույլ տվեց համադրել գրական, հասարակական եւ կրոնական մոտեցումները թեմայի ամբողջական ընդունման համար։ Ծանոթացանք աշխատացույց կրթական հարթակին։ Սովորեցինք ոչ միայն օգտագործել արդեն պատրաստի տեղեկատվությունը, այլև ինքներս կարողացանք աշխատել հարթակում օգտագործելով ողջ գործիքակազմը, ստեղծելով մեր պրոդուկտը։ Հասկացանք, որ հարթակը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ դասընթացներ, խաղեր, հարցաշարեր եւ պրոդուկտներ, ինչը նպաստում է գիտելիքների խորացմանը եւ ուսուցման հետաքրքրության բարձրացմանը։ Ժամանակակից կրթության կարևոր նախապայմաններից մեկը տեխնոլոգիաների ճիշտ եւ արդյունավետ օգտագործումն է, եւ մեր իրականության մեջ աշխատացույցի պես բացառիկ կրթական հարթակին տիրապետելը սովորողներին տալիս է այդ հմտությունը ինտեգրվելու թվային ուսումնական միջավայրին։ Ռեպորտաժների նկարահանումները իրականացրին Երևան քաղաքի Կոնդ թաղամասում, Սուրբ Սարգիս եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիներում։ Նարդոսի նկարագրած վայրերը գեղարվեստորեն վերարտադրելու նպատակով։ Այցելեցինք գրականության եւ արվեստի թանգարան, ուսումնասիրեցինք այնտեղ պահպանված նամակները, հոդվածները եւ ձեռագրերը նկարները։ Հանդիպումների ուսումնասիրությունների եւ հարցազրույցների մանրամասները ներկայացրել են լրագրողական ռեպորտաժների միջոցով։ Ազգային գրադարանում ներկա գտնվող հայտնի լրագրող դասախոս Մարգարիտ Գրիգորյանի հետ հանդիպմանը սովորեցինք լրագրողական նրբությունները։ Նախագծային աշխատանքի պրոդուկտների համար բացեցինք YouTube կանալի գրականության հետքեր վերնագրով, ստեղծեցինք ետնանկար եւ տարբերանշան։ Այցելեցինք Պատանի հանդիսատեսի թատրոն դիտելու Նարդոսի մեր խաղ բեմադրությունը։ Անցկացրինք հարցազրույցներ բեմադրության հեղինակների եւ դերասանների հետ։ Սա մեզ օգնեց խորապես ընկալել ստեղծագործությունների կերպարային եւ գաղափարական աշխարհը, զարգացնել գեղարվեստական ճաշակը, հաղորդակցման եւ վերլուծական հմտությունները, ինչպես նաեւ ծանոթանալ թատրոնի ստեղծագործական գործընթացին։ Մեր թաղը նովելաշարում բարձրացվում է նաև սոցիալական ծանր պայմանների եւ կրթության ցածր մակարդակի պատճառով վնասակար սովորություններին դիմելու խնդիրը։ Այս թեմայի ուսումնասիրության շրջանակներում այցելեցինք կախվածությունների ազգային կենտրոն, զրուցեցինք բժշկական թիմի հետ, ստանալու ոլորտի ներկայիս վիճակագրությունը եւ բուժման մոտեցումները։ Արդյունքում զարգացրինք բժշկական եւ սոցիալական տվյալների վերլուծության, խնդիրների գնահատման, լուծումներ գտնելու կարողություններ։ Նարդոսը բարձրաձայնել է կնոջ նկատմամբ անհավասար վերաբերմունքի եւ ընտանեկան բռնության խնդիրները։ Մեր իրականության հետ կապ տեսնելու մեր իրական սոցիալացումների արդյունքները վերլուծելու եւ ամբողջական դասելու համար այցելեցինք մասու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հասկանալու ներկայիս իրավիճակը եւ կանխարգելիչ մեխանիզմները, ինչը զարգացեց իրավական գիտակցությունը, հաղորդակցման, վերլուծական եւ թիմային հմտությունները։ Մենք ստեղծել ենք Նարդոսի ստեղծագործությունների նվիրված պաստառներ, կիրառելով ոչ ստանդարտ ու նորարարական լուծումներ։ Արհեստական բանականության, Canva եւ Photoshop-ի գործիքների օգնությամբ ձևավորել ենք պաստառներ, որոնք արտահայտում են գրողի ստեղծագործությունների հիմնական գաղափարական բովանդակությունը։ Աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, որ թեմային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը կարող են արդյունավետորեն ծառայել ստեղծագործական ու գեղարվեստական նպատակների, ապահովելով նորարարական ու էսթետիկ արդյունք։ Պաստառների ներքևում տեղադրված են մեր կողմից մշակված խաղերի QR կոդերը։ Նախագծային աշխատանքի կրթական արժեքը հաճախ ավելի շատ արտահայտվում եւ գնահատվում է ձեռքբերված կարողունակություններով կամ հմտություններով։ Մեր նախագծի իրականացման վերջնարդյունքում մենք զարգացրեցինք վերլուծական ճանաչողական կարողություններ, սովորեցինք ճիշտ համակարգել ու մշակել ստացած տեղեկատվությունը, դրսևորեցինք ձեռքբերեցինք խնդիրները լուծելու հմտություններ, զարգացրեցինք քննադատական հետազոտական ստեղծագործական հմտություններ, դրսևորելով քննադատական մտածողություն կարողացանք ձեռքբերել տեղեկատվության աղբյուրները գնահատելու եւ տարբերակելու, խնդրի բուն էությունը վերլուծելու եւ տարբեր լուծումներ գտնելու հմտություններ։ Հարցեր ձևակերպելու եւ անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, հավաքելու եւ համակարգելու կարողությունների ձեռքբերման շնորհիվ դրսևորեցինք հետազոտական հմտություններ, սովորեցինք թիմում արդյունավետ աշխատել, դերերը ճիշտ բաշխել եւ փոխադարձ պատասխանատվություն կրել կատարելիք աշխատանքի համար։ Կարողացանք արդյունավետ օգտագործել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այսպիսով, մեր նախագծային աշխատանքը մեզ հնարավորություն տվեց զարգացնել միջնակարգ կրթության բոլոր կարողունակությունները՝ լեզվական գրագիտություն եւ կարողունակություն, Սովորել սովորելու կարողունակություն, ժողովրդավարական եւ քաղաքացիական կարողունակություն, թվային եւ մեդիա կարողունակություն, մշակութային կարողունակություն, մաթեմատիկական եւ գիտատեխնիկական կարողունակություն, տնտեսական կարողունակություն։